իրական փորձաքննություններում այդ բոլոր տվյալները պետք է լինեին։ Ուղղակի անուն ազգան։ Ինչ է պատրաստվում անել հաջորդի, եթե կազմակերպական երաշխիքներով չի ձեռք բերել եւ այլացիկ չեք պատրաստվում բացել գործին, բայց հաջորդի ձեր քայլերը որոնք են դրել, եթե ստանանք եւս 10 փորձաքննության եզրակացություն, ինչ եք անելու։ Այս առումով, տեսագրության առումով, մենք այլևս անելիք չունենք։ Այս պահից նույնիսկ համարում եմ փակված այս թեման, մասնավորապես տեսագրության մասով։ Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը իրականության հետ կապ չունի։ Մենք հաստատեցինք Արշակ Սրբազանի պնդումը, որ այդ տեսագրությունում ինքը գոյություն չունի։ Մնացածը արդեն ասել ենք սկզբից ցուցմունքով, հիմա էլ ասեցի հայտարարությամբ, դա արդեն քննչական կոմիտեի անելիքն է, որպեսզի բացահայտի կեղծարարին, բացահայտի դրա նպատակները եւ վերջնական գնահատական տա։ Այս իմաստ չգիտեմ, վստահ չեմ որ կբացահայտի, կասեն կեցեք, բայց չգիտեմ։ Իրենց շահագրգռվածությանը հետևելով կարող եմ վստահ պնդել, որ չէ, որովհետեւ փոխարենը այդ ուղղությամբ իրականացնի քննություն, ինքը ամեն անգամ հայտարարում է, որ արդեն հաստատվել է եւ վերջ։ Պարզա չէ, որ եթե իրենք պնդում են, որ արդեն հաստատվել է, որ այդ անձը Արշակ Սրբազանն է, ուրեմն այն ուղղությամբ բացարձակ գործողություն չեն անում։ Որ անդադ ասի, որ կա մի եզրակացություն, որը ասել է, որ նա է եւ ուղղությունը տանում է միայն անձնական կյանքի իրավունքի։ Ես կարծում եմ շատ բարձ քաղաքական դրդապատճառները, որովհետեւ այս քրեական վարույթները, այդ թվում եւ հիմա այն քրեական վարույթը, որով այս պայն կալանքում է գտնվում Արշակ Սրբազանը, արդարադատության եւ քրեական իրավունքի հետ որևէ աղեր սառնչություն չունեն։ Սրա նպատակը Արշակ Սրբազանի վնասելն է, վարկաբեկելն է, անազատության մեջ պահելն է, ինչ իրականացնում է։